Առանց իրա Հոլիվուդի տաժի ամենահարուստ պրոդյուսերը կունենար ուղղակի դատարկ թղթեր։ Արի ասեմ, թե ով է սցենարիստը, կադրից դուրս։ Կինոյի մեջ ամեն ինչ սկսվում է հենց այս մարդուց։ Ինքը դեռ չունի ոչ դերասաններ, ոչ լույս, ոչ էլ բյուջե։ Իր միակ զենքը իր երևակայությունն է։ Սցենարիստը նստում ու տող-արտող ստեղծում այն ամբողջ աշխարհը, որը մենք հետո տենալու ենք էկրանին։ Սկսված կերպարների բնավորությունից, վերջացրած են խոսքերով, որոնք տպավորվելու են մեր մեջ։ Իսկ դու գիտես, որն է ամենացավը, որ սցենարը միանգամից չի գրվում։ Ռեժիսորը կարա գա ու ասի, որ այս տեսարանը սիրուն չի։ Պրոդյուսերը ասի, որ մենք այսքան փող չունենք։ Ու տենց սցենարը փոխվի մի 100 անգամ, ինչև կհասնի նկարահանման հրապարակ։ Ու սա ուղղակի պատմություն հորինել չի։ Այս մաթեմատիկա է։ Սցենարի մեջ ամեն էջը հաշվարկվում է վայրկյաններով։ Սովորաբար մեկ էջ տեքստը հավասար է էկրանային 1 րոպեի։ Եթե սցենարիստը սխալվեց ռիթմի մեջ, ամբողջ ֆիլմը ձանձրալի կդառնա։ Մի հատ էլ գաղտնիք ասեմ, այն որ ֆիլմերում տեսնում ես իբր դերասանները տեղում հանճարեղ իմպրովիզներ են անում, դեպքերի մեծ մասում այդ ամեն ինչը էլի նախօրոք սցենարիստի կողմից գրված ու հաշվարկված է լինում։ Ուղղակի գրում են նենց, որ թվա թե հենց նոր ծնվեց դերասանի գլխում։ Կոպիտ ասած, եթե ռեժիսորը ֆիլմի սիրտն ու աչքերն են, ապա սցենարիստը դրա կմախքը։ Ու հենց տեքստը պատրաստ է լինում, թղթի վրայի այդ ամբողջ պատմությունը տեղափոխվում է հրապարակ ու վերածվում է իսկական խառնաշփոթի։ Լավ, սցենարն արդեն գրած է, բա հետո արդեն պետք է գտնել թիմ, տեխնիկա, դերասանական կազմ եւ այլն ու կազմակերպել այդ ամենը։ Իսկ թե ով է այդ ամբողջ գյուղանոցը վերցնում իր վրա, կասեմ մյուս վիդեոյում։